Օրինակ ես իմ կրթության վրա ծախսել եմ միլիոններ, սովորել եմ տարիներով, ունեմ 2 սերտիֆիկատ, 3 դիպլոմ, պատրաստի մասնագետ եմ։ Այսօր թերթում եմ TikTok-ը, մեկ էլ տեսնեմ մի բոշա, պարզ է որ ինքը մասնագետ չի։ Ուրեմն հեշթեգով նշել է հոգեբանություն ու խոսում է ինչ-որ ամբաղ-զամբաղ բաներից։ Ու խնդիրը ստեղ ինքը չի, խնդիրը իրան լսարանն է, հա, թե ինչ ինֆորմացիային իրանք սպառում։ Խնդիրը դա է։ Այսինքն ես տարիներով տանջվել եմ, գումար եմ ծախսել իմ մասնագիտական ձեռքբերումների վրա, որ ինչ որ շուն շանգյալ, հա, այդ բառը այս վերջերս մոդա է անկել։ Դնի իմ մասնագիտությունը, սարքի, կներեք արտահայտությանս համար, բոշաների բեսեդ կա, ես ոչ մի բան չունեմ այն մարդկանց դեմ, ովքեր հետաքրքրված են մասնագիտությամբ, որևէ մասնագիտությամբ, բայց չի կարելի, հա, գիտությունը դնել ու բրնձել, կոպիտ ասած։ Դա անարգանք է այն մարդկանց հանդեպ, ովքեր տարիներով սովորել են, տարիներով գումար են ծախսել, մասնագետ են դառել ու աշխատում են։ Դա անարգանք է առաջին հերթին այդ մարդկանց անցած կյանքի ճանապարհի հանդեպ։ Այսինքն ամեն մեկը կարա իրան իրավունք վերապահի ինչ որ մասնագիտության առումով ապատեղեկատվություն, հա, տարածի։ Դրա համար որոշ երկրներում արգելվել են նմանատիպ կոնտենտները ու շատ ճիշտ են արել, որովհետև ուզում եք լսել հոգեբանական նյութեր, միացեք հոգեբանի էջին։ Ուզում եք լսել բժիշկների, միացեք իրենց էջին։ Ուզում եք լսել հեքիաթներ, միացեք հեքիաթների բաժին։ Մեր մոտ ամեն ինչ ասենց խառնված է իրար, չես հասկանում ով է, ով բարեկամն է, հա։ Այս երևույթը ես դեռ վաղուց եմ նկատել, ժողովուրդ, հոգեբանությունը շատ լուրջ մասնագիտություն է, իր դերով, իր կարևորությամբ։ Մի կերպ մարսեցինք այն, որ ինչ որ փինաչիներ կան, սնխչի մականուններով, հա, որոնք բժշկի տնած են ու ավելի շատ մարդկանց վախեցնում են, քան բուժում։ Իսկ վախեցած մարդու մոտ տեղում բոլոր սիմպտոմները անցնում են։ Հետո բայց նորից ավելի ուժգին ձևով են հետ գալիս։ Դա արդեն առանձին թեմա է։ Մի կերպ հանդուրժեցինք, որ իրենք կան, մեկ էլ հոп հայտնվում են հոգեբանության գծով պսևդո էքսպերտներ, հա։ Սա արդեն լուրջ է։ Այսինքն ինչա ստացվում, որ ես իմ 7 տարին իզուր եմ, կոպիտ ասած, վատնել ուսմանս վրա, կարայի sense մի անգամից դնեի ու աշխատեի հոգեբան։ Դենց է դուրս գալիս։ Հարգելի պետություն, պետքա չէ զբաղվել sense հարցերով։ Մարդիկ կարան վնասվեն լսելով այդ երևույթներին, ընկնելով այդ երևույթների թակարդը։ Մեկը ուղակի խոսում է այդ թեմաներից, մեկը գումար է աշխատում մարդկանց վրա, ընդ որում միամիտ մարդկանց վրա։ Շատերը կգան կասեն, դե այդ իրանց խնդիրն է, ինչի ես դու մտածում, միամիտ է, թող խաբվի։ Բայց չէ, ժողովուրդ, եթե բոլորը այդպես մտածեն, այս աշխարհը երկար կյանք չի ունենա։ Մարդկությունը երկար ճանապարհ չի անցնի, չի ունենա։ Այսքանը